Սա ազդում է նաև մեր ընկերության աշխատակիցների վրա։ Այսքան մարդիկ բնականաբար, եթե այսպես շարունակվի, իշխանությունները չկարգավորեն բեռնափոխադրումները, բնականաբար մենք էլ գործազուրկ ենք մնալու, որ դա շատ վատ է անդրադառնում նաև այսքան մարդկանց ընտանիքների համար։ Շատ պարզ, դրա համար հիմա մենք պահանջում ենք վերանայել եւ կարգավորվել բեռնափոխադրումները, որտեղ հազարավոր մեքենաներ հիմա կանգնած են Վրաստան-Հայաստան ճանապարհ սահմանին։ Չի իրականացում, չեն թույլատրում փոխադրումները։ Դրա համար մենք այսօր մեր բողոքի ձայն ենք ուզում բարձրացնել, տեսնենք ինչպես կլինի, կընդառաջեն թե չէ։ Այ բողոքի ձայնով դուք Վրաստանի դեսպանատան առջև եք, բայց այնուամենայնիվ նման խնդիրները կարգավորվում են միջպետական համաձայնագրերով եւ պայմանավորվածություններով։ Այս դեպքում Հայաստանի իշխանություններին չդիմելու խնդիրը ո՞րն է։